Երգիչ Անդրեի և նրա նախկին կնոջ Անի Օհանյանի հարաբերությունները գնալով սրվում են։ Հրապարակ ԵՏՄ-ի տեղեկություններով Անին օրերս հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին նախկին ամուսնու դեմ։ Ըստ լուրերի, ամուսնալուծության, երեխայի հետ կապված հարցերով դատական պրոցեսներում գտնվող Անդրեն դատարանին բժշկական փաստաթղթեր է ներկայացրել, որոնք վերաբերում են նախկին կնոջ առողջությանը։ Անին էլ դրանք դատարանին ներկայացնելը համարել է բժշկական գաղտնի հրապարակում և հաղորդման մեջ նշել, թե նախկին ամուսինը դրդել է բժշկին այդ թղթերն իրեն փոխանցել։ Նշենք, որ Անի Օհանյանը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Անդրեն Հայաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Օրեր շարունակ մենք փորձեցինք կապ հաստատել կողմերի հետ, սակայն մեր նամակներն ու զանգերը մնացին անպատասխան։ Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երգիչ Անդրեի հետ նախորդ տարի է բաժանվել, ապա տևական լռությունից հետո Instagram-յան իր էջում գրառում էր կատարել երգչին փաստացի մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։ Երգիչը հերքել էր տեղեկությունը, իսկ ՆԳՆ-ն ուսումնասիրություն էր սկսել։ Նաև հավելենք, որ երգիչ Անդրեն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա նոր լուսանկարներ է հրապարակել և գրել. «Այսօր իմ ծննդյան օրն է, և այս տարի ամենաշատը շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Աստծուն, ապրելու, պայքարելու, սիրելու և երբեք չհանձնվելու ուժի համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս, իմ հանդիսատեսին և բոլոր նրանց, ովքեր եղել են կողքիս ոչ միայն ուրախ, այլև դժվար օրերին։ Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը, ամեն մի ժպիտը և ամեն մի անկեղծ մարդուն։ Այս նոր տարում միայն մեկ ցանկություն ունեմ. թող սերը, խաղաղությունն ու բարությունը երբեք չպակասեն մեր կյանքից, իսկ ամենաթանկ մարդկանց գրկելու հնարավորությունը միշտ ունենանք։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ձեր ջերմ խոսքերի, սիրո և բարեմաղթանքների համար։ Դրանք ինձ համար իսկապես մեծ արժեք ունեն», Instagram-յան իր էջում գրել էր երգիչ Անդրեն, իսկ մենք ևս շնորհավորում ենք նրան ծննդյան օրվա կապակցությամբ։ Իսկ այժմ աստղային այլ նորություններ։ Երգչուհի Սիլվա Հակոբյանն ու նրա դստրերը շարունակում են սոցիալական հարթակներում ակտիվ կերպով հրապարակել նոր տեսանյութեր։ Հերթականները ջերմ են ու սիրով լի։ Star News-ը ձեզ ներկայացնում է Սիլվա Հակոբյանի աղջիկների մասնակցությամբ տեսանյութ։ Աղջիկներ, ես ձեզ հարց ունեմ. Ռոնալդո թե Մեսի։ Ռոնալդո թե Մեսի։ Ronaldo'n ավելի լավ է։ Լայնը Մեսի։ Չեմ, սխալվում եմ։ Երեխեք, ես ավելի լավ եմ, բայց միան չիստը չաս։ Նայեք յամունեն ինչ կա, մեջատար տեղպոպելա։ Նայեք իմը պենսիոնա։ Հլը նայեք յալալակները կծած։ Ինչ աղықներ այն նայեք։ Երեխեք, այստեղ մեր դոստերը անձապել են։ Մենք անձապել մնացինք, հետո վարվեցինք։ Եկեք թուստան ու քանի զամա մեզ նացել։ Աթեն քնելու ժամն է, մենք բժամանները ակել ենք, պապեսի քնենք։ Բարի գիշեր։ Երեխեք, դուք մեզ եք նայում։ Հերթ։ Չեմ։ Հա։ Չեմ։ Հիմա դու ես նայում։ Երգիչ Նարեկ Բավյանը շարունակում է սոցիալական հարթակներում ակտիվորեն հրապարակել տեսանյութեր ու իր կարծիքը հայտնել այս կամ այն իրադարձության մասին։ Նարեկը նոր տեսանյութով խոսում է վատ վարորդների մասին։ Ձեզ ներկայացնում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Չգիտեմ, ձեզանից շատերը վարորդներին նկատի ունեմ, երևի երթևեկել են վերջերս Հրազդանի կիրճով եւ նկատել են, որ այնտեղ ճանապարհի մի հատ հատված կա, չգիտեմ, 100 կամ 200 մետր ամենաշատը, որտեղ վերանորոգում է տեղի ունենում եւ դրա պատճառով ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը փակվել է, մնացել է մի նեղ գոտի երթևեկելի, որի պատճառով էլ դրել են այնտեղ լուսաֆոր, սվետաֆոր։ Եվ այդ սվետաֆորին պետք է հետևել, կարմիրի տակ կանգնել, ընդամենը կանաչի տակ քշել։
Ու ամեն օր ես աշխատանքի բերումով համարյա ճանապարհով անցնում եմ ու ամեն օր որ հասնում եմ այդտեղ աղոթում եմ որ դիմացից անկարծ մեկը կարմիրի տակ մտած չլինի։ Ու ասեմ ձեզ հիմնականում այդպես է լինում։ Սպասում ես, քո լույսը փոխում է, կանաչ մտնում ես մեկը դիմացից գալիս է։ Այ քո ցավը տանեմ, ինչի եք մտնում այդ կարմիրի տակ։ Ախր ձեր մի հատ էս չմտածված արարքով կամ լավ էլ մտածված, չգիտեմ։ Կիլոմետրանոց խցանումներ եք ձևավորում այդ հրազդանի կիրճում։ Հիմա էլ Կիևյանը փակա շատերը այդ ճանապարհով են երթևեկում։ Հետո էլ բողոքում ենք երկիր չի, օրենք չկա, մյուս։ Մի հատ հասարակ կանոն ճանապարհային չեն կարող պահպանենք։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամիսներ առաջ կայացավ երգչուհի Հայկուի Հարությունյանի հարսանյաց արարողությունը, որը տևական ժամանակ ամենակննարկված թեմաներից մեկն էր հայկական մեդիա դաշտում։ Երգչուհին սոցիալական հարթակներում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ կենդանի կատարմամբ եկեղեցում երգում է։ Տեսանյութը համացանցում մեծ արձագանք է գտել։ Առաջարկում ենք լսել երգչուհուն առանց մեկնաբանության։ Դերասանուհի Հասմիկ Խոջյանն էլ շատ հուզմունքով լի տեսանյութ է հրապարակել։ Նա խոսել է այն մասին, որ այսօր լրանում է իր հայրիկի մահվան 3-րդ տարելիցը։ Այդ մասին եւ ոչ միայն առաջարկում ենք լսել հենց այս պահին։ Անցավ 3 տարի առաջ այսօրը։ Ասել, որ 3 տարին անցավ մի ակնթարթում, ճիշտ է։ Բայց ասել, որ 3 տարին այնքան դանդաղ գնաց, ոնց որ մի հավերժություն լիներ, դա էլ է ճիշտ։ Ու չէ, ձեզ չեմ խափի ու ասեմ, որ ժամանակը բուժում է ցավերը։ Ժամանակն ուղղակի կարողանում է բթացնել ամեն ինչ։ Երևի թե բացի բթացնելուց ուրիշ անուն չեմ կարող ընտրել այն վիճակի համար, երբ էմոցիաները իրենց բնականon հունով են ապրում առօրյայում, աշխատանքում ու նույնիսկ ամենատարբեր տոնական օրերին։ Բայց միևնույն ժամանակ խեղդվում ես կարոտից, ունենում ես մեղքի զգացում, երբ շատ ես շփտում ու ծիծաղում։ Հետո այնքան մեծ է լինում տեսնելու, գրկելու, խոսելու կարիքը, ցանկությունը, որ դա կարող ես պատմել միայն ինքդ քեզ։ Եթե դեռ հնարավորություն ունեք, ուղղակի գրկեք ձեր ծնողներին։ Ասեք, որ շատ եք սիրում։ Ես չեմ ափսոսում, որովհետև արել եմ դա։ Բայց միշտ հետո մտածում ես, որ գուցե քիչ էր, գուցե էլի կարող էիր։